Իդեպ մոտ 2 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը հաստատել է կուսակցության էթիկայի կանոնագիրքը, քաղաքական խոսքում բարեվարկության չափանիշներ սահմանելու նպատակով։ Մասնավորապես Փաշինյանն այն ժամանակ ասում էր. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որպես կառավարող ուժ հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում»։ Իսկ իրենց կանոնագրքում գրել էին, որ եթե անգամ իրենք ստանում են վիրավորանք, պետք է լինեն չափված, ձևված, վիրավորանքով չպատասխանեն, պետք է լինեն շատ զուսպ խոսքում եւ գործողություններում։ Անցել է մոտ 2 ամիս, 3 հունվարի 21-ին ազգային ժողովում ընդամենը մի քանի հարց հետո Փաշինյանն արդեն զայրացած էր, գուցե որովհետև անդրադարձել են իր ցավոտ թեմային՝ կոռուպցիային։ Վոտերները կջարդենք։ Հələ թող մեկը պատշաճ հարգանքով չմոտենալ յուրաքանչյուր պետական օրգանի եւ պետական ինստիտուտի։ Գլուխը միշիկն էլա պատին տվել, ասողն էլա պատին տվել, կասկածողն էլ հետնա պատին տվել։ Դուս չտակ, չհամարցակվեք դուս տալ, չհամարցակվեք դուս տալ, բառից բուն իմաստով։ Էթիկայի կանոնագիրքը իրականում քաղաքական մշակույթ ձևավորելու համար էր, թե հերթական չարդարացված PR-ը։ Նիկոլ Փաշինյանը իր այս բառապաշարի համար պատասխանատվության կենթարկվի իր կուսակցության կանոնագրքով, թե դա ուղղակի թղթի կտոր է իրենց համար։ Եվ վերջապես, եթե սա բարեվարկության չափանիշն է, ապա ինչպիսին պիտի լիներ անբարևարք խոսքը։